խորհեցեք այնտեղ, որտեղ Աստծո միածին որդին նստած է հոր աջ կողմը։ Այսպես է ասում Պողոս առաքյալը։ Ինչ է նշանակում խորհել, ինչ է նշանակում փափագել, ցանկանալ։ Նշանակում է մտքով, սրտով, հոգով վերանալ երկինք, այնտեղ, որտեղ Աստծո միածին որդին նստած է հոր Աստծո աջ կողմում։ Այսինքն մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին մենք պետք է տեղափոխենք երկինք։ Պողոս առաքյալը ասում է, որպես թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ եւ հարստացնում ենք շատերին։ Այսինքն, երբ որ մենք փափագում ենք, ձգտում ենք երկինքի արքայությունը, կարոտում ենք Քրիստոսին, այն ժամանակ մենք հագեցած ենք, Աստծով լցված ենք։ Եվ բնականաբար մենք ինչպես երկնքում պետք է լինենք մտքով, սրտով, հոգով, այնպես էլ մարմնով պետք է ապրենք այս աշխարհում։ Այս աշխարհում կա պարտականություններ, պատասխանատվության զգացում, մենք ունենք որոշակի անելիքներ այս աշխարհում։ Եվ որքան որ մեր ցանկությունը երկրում է, այնքան երկնքում է։ Բայց ավելի մենք պետք է ցանկանանք երկնային ուրախությունները, ոչ թե երկրավորները, մարմնավորները, հա։ Բնականաբար առանց երկրի վրա ապրելու, առանց ձգտում ունենալու, առանց ցանկություն ունենալու մենք չենք կարող գործել իր կյանքում ինչ-որ նպատակներ մենք պետք է դնենք, այդ նպատակներին պետք է հասնենք։ Եվ այդ նպատակների գեր նպատակը պետք է լինի երկնքի արքայություն հավիտենական կյանք։ Եվ երկնքի արքայության նպատակը պետք է գերիշխի բոլոր նպատակներին։ Եթե ինչ-որ միտեղ, ինչ-որ մի նպատակ ավելի ուժեղ է, քան երկնքի արքայության հասնելու նպատակը, ապա մենք այդ պահից սկսած արդեն թերանում ենք, տկարանում ենք։ Մեր սիրտը կապում ենք երկրավոր բաների, հա։ Եթե մեր սիրտը երկրավոր իրողությունների կապված չէ, մեր սիրտը չի ապրում նյութով, աշխարհով, ապա մեր ցանկությունները, մեր փափագները արդարացված են, մենք կարող ենք ցանկանալ։ Եթե գերիշխում է երկնքի արքայության նպատակ, այսինքն մեր ցանկություն հավիտենական կյանքում մենք փափագում ենք, ուզում ենք Քրիստոսի ներկայությունը երկնքի արքայություն, հոր Աստծո աջ կողմը լինելը։ Եվ այն ժամանակ, ինչ որ մենք այս աշխարհում անում ենք, հարթ է գնում ամեն ինչ, Աստծո կամքն է, Աստված օրհնում է ամեն ինչ։ Երբեմն ամբողջական մեր ուզածը լինում է, երբեմն ոչ ամբողջական է լինում։ Կիսատ է լինում։ Այդ կիսատի մեջ Աստծո կամքն է։ Այսինքն, քան որ Աստված ուզեց, այնքան էլ եղավ, հա։ Հենց այստեղ մենք պետք է խոնարհվենք, հասկանանք, որ Աստված այսքան արտոնեց, այսքան թույլ տվեց եւ փառք տանք Աստծուն։ Միշտ Աստծուն տեղ պետք է թողնենք, Աստծո կամքին տեղ պետք է թողնենք, մենք ուզում ենք, բայց ասում ենք թող քո կամքը լինի, ինչպես մեր Տերն էր ասում, Տեր, ասում էր Հայր, եթե հնարավոր այս բաժակը ինձանից հեռացրու, բայց ասաց ոչ իմ կամքը, այլ թող քո կամքը լինի։ Մեզ էլ թույլ տվեց, որ տկարության, նեղության մեջ աղոթենք, ասենք Տեր Աստված, եթե հնարավոր այս նեղությունը ու դժվարությունը թող մեզանից վերանա, կամ այսինչ մեր ցանկությունը, այսինչ մեր փափագը թող իրականանա, եթե հնարավոր է, բայց թող քո կամքով լինի։ Այսինքն ինչ որ մենք անում ենք, պետք է ձգտենք, փափագենք, որ Տիրոջ բարի կամքը լինի, որտեղ Աստված բարին է կամենում, բարին է առաջնորդում։ Ուրեմն խոնարհվենք այն ինչի հանդեպ, ինչ որ կա մեր աշխարհում։ Ցանկանք, փափագենք բարին գործել։ Եվ բարի գործեր Աստծո հաջողություն ունեն, օրհնություն ունեն, Տիրոջ կամքը։ Բայց երբեք Աստծուց առաջ չընկնենք։ Մի այստակիրքիր այսպիսի մի պատմություն կա։ Մի մարդ ճանապարհ է գնում, իհարկե հեքիաթային պատմություն է, բայց հետաքրքիր բան։ Եվ ուզում է կամուրջնացնել, հասնել տուն։ Ու այսպես ինքն իր մեջ բարձրաձայն խոսում է, ասում այս կամուրջը կանցնեմ, կհասնեմ իմ տուն։
կինս երեխան այսին սպասում են, ուրախ եմ, երջանիկ եմ, գնամ կտեսնեմ։ Մեկ էլ նույն կամուրջի վրա մի ուրիշ մարդ է լինում, ասում է, եթե Աստված կամենա։ Ոնց թե ասում, Աստված կամենա, չկամենա, այս կամուրջը կանցնեմ եւ կգնամ իմ տուն, իմ ընտանիքին կհասնեմ։ Չէ, ասում է, եթե Աստված կամենա։ Եվ այնպես է պատահում, որ մարդը սայթաքում է, կամուրջի վրա ընկնում է գետը։ Եվ այդ օրը տուն չի հասնում։